M4 Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհն այս օրերին միակողմանի փակ է։ Մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Կաշխատենք հնարավորինս շուտ բացել ճանապարհը գիշերային ժամերին 9 ժամը 6-ից հետո ճանապարհը բացվելու է երկկողմանյա դառնում, առավոտ ժամը 6-ից փակվում է ճանապարհը։ Այս պահին աշխատանքներն ընթանում են Մայրուղու 10-ից 24-րդ կիլոմետրի ձախակողմյան հատվածում։ Տեղ հսկումն իրականացնում է ճանապարհային դեպարտամենտը։ Պետբյուջեից դրա համար հավելյալ միջոցներ չեն տրամադրվել, իսկ 14.5 կիլոմետր երկարությամբ հատվածի միջին նորոգման պայմանագրային արժեքը 669 միլիոն դրամ է։ Միջին նորոգման աշխատանքները դրանք այն աշխատանքներ են, երբ որ մենք փոխում ենք մեր այսպես կոչված մաշման շերտը, փոխարինում ենք ասֆալտբետոնի վերևի շերտը նոր ասֆալտբետոնի շերտով, փորձելով այդ ճանապարհի կյանքը մի փոքր երկարացնենք։ Այս տարի նախատեսվում է աննախադեպ շուրջ 200 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ իրականացնել։ Սկսել են Երևան-Սևանից, որն Ավետիսյանի խոսքով վերջին անգամ նորոգվել է 2002-ին։ Առաջին հայացքից շատ լավ վիճակում է գտնվում, բայց բազմաթիվ տեղեր երկայնական եւ լայնական ճաքեր են առաջացել, որոշ տեղեր նույնիսկ ցանցային ճաքեր։ Եթե այս միջոցառումը մենք չձեռնարկենք, որոշ ժամանակ հետո մի քանի տարի հետո հնարավոր է հիմնանորոգման հարց առաջանա, ինչը մի քանի անգամ ավել ծախսի հարց է։ Աշխատանքների իրականացման համար սահմանված է 120 օր։ Շինարարները խոստանում են ավարտել շատ ավելի վաղ։ Աշխատանքները սկսել են ամսի 5-ից, արել ենք մոտ 3 կիլոմետր ֆրեզ, տեղադրելու ենք հարթեցնող շերտ, դրանից հետո տեղադրելու է 5 սանտի ասֆալտբետոն։ Նախատեսել ենք օրը մոտ 1 կիլոմետր ու ավել վերջնի շերտի ասֆալտի տեղադրում։ M4 Մայրուղու 14.7 կիլոմետրի վրա գտնվող կամուրջը, որը լրջորեն վնասվել էր 2020-ին տեղի ունեցած պայթյունից, հիմնանորոգվում է։ Փորձում ենք կամուրջը ամբողջովին հիմնանորոգել, ապահովել անվտանգ երթևեկությունը, կամուրջի շինարարությունը ինձ թվում է մի փոքր երկար կտևի, կփորձենք մինչև աշնանը հանձնել շահագործման։ Հայաստանի տուրիստական ամենաբանուկ ճանապարհներից մեկի միջին նորոգումն իրականացնելը այն էլ տարվա այս սեզոնին հեշտ չէ, նշում են շինարարներն ու խնդրում քաղաքացիներին։ Երթևեկը կարգավորող ճանապարհային նշաններն ու լույս անդրադարձիչները չգողանալ։ Ռոզա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։